Եթերում թույլ օղակն է։ Այսօրվա խաղի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է վաստակել մինչև 2 միլիոն դրամ։ Մասնակիցներն իրար չեն ճանաչում, բայց եթե ուզում են խոշոր գումար վաստակել, պետք է միասնական եւ զորեղ թիմ դառնան։ Նրանցից 7-ն այսօր կհեռանա դատարկաձեռն, քանի որ յուրաքանչյուր փուլի ավարտից հետո տեղի կունենա քվեարկություն, որի արդյունքում թիմը կհեռացնի այն մասնակցին, որին կհամարի թույլ օղակ։ Ծանոթանանք այսօրվա մասնակիցներին։ Էմանուել, 37 տարեկան, քաղաք Երևան, աշխարհագրության եւ էկոլոգիայի ուսուցիչ։ Արամաստ, 33 տարեկան, քաղաք Վայք, սպորտային համակարգող։ Սուսաննա, 28 տարեկան, քաղաք Գյումրի, հաղորդակցման եւ միջոցառումների մասնագետ։ Ռոման, 36 տարեկան, Թալին համայնք, գյուղ Կարմրաշեն, պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ։ Վարդուհի, 32 տարեկան, քաղաք Վայք, տվյալների վերլուծաբան։ Վարդան, 35 տարեկան, Գյումրի, բժիշկ։ Արամ, 39 տարեկան, քաղաք Երևան, հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ Ավետիք, 24 տարեկան, քաղաք Երևան, ծրագրավորող։ Այժմ խաղի կանոնների մասին։ Յուրաքանչյուր փուլում թիմը կարող է վաստակել առավելագույնը 250,000 դրամ։ Ամենաարագ տարբերակն անընդմեջ 8 ճիշտ պատասխաններից կազմված շղթա ձևավորելն ու գումարը բանկ ուղարկելն է։ Սխալ պատասխանի դեպքում շղթան կընդհատվի եւ թիմը կկորցնի կուտակած գումարը։ Սակայն, եթե մասնակիցն իր անունը լսելուց հետո, բայց մինչև հարցի հնչելը հասցնի ասել բանկ, կպահպանի մինչև իր պատասխանելու հերթը կուտակած գումարը։ Այդ դեպքում հարցերի շղթան կսկսի ձևավորվել 0-ից։ Յուրաքանչյուր փուլում թիմը կվաստակի այնքան գումար, որքան կուղարկի բանկ։ Փուլերում վաստակած դրամներն իրար գումարվելով կտեղափոխվեն հաջորդ փուլ, իսկ բոլոր փուլերի հանրագումարում ստացված թիվը կկազմի վերջնական շահումը։ Առաջին փուլի համար դուք ունեք 2.5 րոպե ժամանակ, եւ մենք խաղը սկսում ենք այն մասնակցից, որի անունը այբենական կարգով առաջինն է, եւ դա դուք եք ավետիք։ Խաղում ենք թույլ օղակ։ Առաջին հարցի արժեքն է 5,000 դրամ։ Ժամանակ։ Ավետիք, հայերենում որ նշաններն են լինում տրոհության, առոգանության եւ բացահայտության։ Ստորակետը։ Սխալ է, կետադրական։ Էմանուել, մոխրոտը հեքիաթում որ բանջարեղենը կարգ դարձրեց բարի փերին։ Դդում։ Ճիշտ է։ Արամաստ։ Բանկ։ Բերլինից բացի Գերմանիայի որ քաղաքում են ամառային օլիմպիական խաղեր անցկացվել։ Բոն։ Սխալ է, Մյունխեն։ Սուսաննա, փոքր քանակությամբ ինչ ազնիվ մետաղ կա մարդու արյան մեջ։ Արծաթ։ Սխալ է, ոսկի։ Ռոման, ԱՄՆ որ նախկին նախագահի կնոջ անունն է Հիլարի։ Ռուզվելտ։ Սխալ է, Բիլ Քլինտոն։ Վարդուհի, սարդերից թե մարդկանցից են վախենում արախնաֆոբիայով տառապող մարդիկ։ Սարդերից։ Ճիշտ է։ Վարդան, ըստ Աստվածաշնչի, արարչագործության բոլորորդ օրն Աստված հանգստացավ իր բոլոր գործերից։ 7-րդ։ Ճիշտ է։ Արամ, Բանկ, որն է 7-ին հաջորդող մյուս պարզ թիվը։ 9։ Սխալ է 11։ Ավետիք, որ մրգից է պատրաստվում ֆրանսիական Շարլոտ աղանդերը։ Խնձոր։ Ճիշտ է։ Էմանուել, որ մարզին է արտաքին սահմանագծով հարում Երևանին ու Բարաշեն վարչական շրջանը։ Կոտակ։ Սխալ է Արարատ։ Արամաստ, 4 տարանի, որ բարով է կոչվում մարդու եւ կենդանիների երիկամների շուրջը գոյացող յուղային շերտը։ Ճար։ Ճիշտ է։ Սուսաննա, ժամանակակից որ երկրի տարածքում են ապրել ինդոզավրները։ Ինդոնեզիա։ Սխալ է Հնդկաստան։ Ռոման, ինչ էր Գիքորի հոր անունը Հովանես Թումանյանի համանուն պատմվածքում։ Համբո։ Ճիշտ է։ Վարդուհի, ժամանակակից օրացույցի որ ամիսն է սկսվել հայկական տոմարի առաջին նավասարդ ամիսը։ Ագոստոս։ Ճիշտ է։ Վարդան, պորտուգալերենը թե անգլերենն է Մոզամբիկի պաշտոնական լեզուն։ Պորտուգալերեն։ Ճիշտ է։ Արամ, Բանկ, ինչպիսի ջրում ձուկ որսալն են մեջբերում խառը վիճակում անձնական շահ ստանալը բնորոշելու համար։ Պղտոր։ Ճիշտ է։ Ավետիք, մարմնի որ մասի բժիշկն է նաև անվանվում օկուլիստ։ Աչքերի։ Ճիշտ է։
Էմանուել, հայերենում 3 տարանի որ բառով է կոչվում ձեռքի միջին փոսորակը, որը ստացվում է մատները իրար հպելով։ Կրկնեք հարցը։ Հայերենում 3 տարանի որ բառով է կոչվում ձեռքի միջին փոսորակը, որը ստացվում է մատներն իրար հպելով։ Առաջին փուլն ավարտվեց։ Կարող էր լինել ավելի վատ, բայց դուք վաստակեցիք 35,000 դրամ, հնարավոր 250,000-ից։ Ով կարևոր անելիքներ ունի եւ ստիպված է շուտ լքել մեզ։ Ում համար խաղն ավարտվեց գործնականում դեռ չսկսված, ժամանակն է բարձելու, թե ով է թույլ օղակը։ Առաջին փուլի ուժեղ օղակը Վարդանն է։ Նա ճիշտ է պատասխանել 2 հարցի եւ կուտակել է 30,000 դրամ։ Ըստ վիճակագրության թույլ օղակը Սուսաննան է։ Նա սխալ է պատասխանել 2 հարցի։ Ում հրաժեշտ կտա թիմը խաղի սկզբում։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է իմանալու, թե ում է հեռացնում թիմը խաղից։ Սուսաննա, Սուսաննա, Ավետիք, Էմանուել, 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 Սուսաննա, Ռոման, դուք Գինեսի գրքում ամենից շատ ռեկորդներ գրանցած հայրն եք։ Ինչ ռեկորդներ են դրանք։ տարատեսակ Գինեսի համաշխարհային ռեկորդներ սկսած 2011 թվականից պտտաձողի վրա մեծ պտույտ ետ վարժությունը անընդմեջ 36 րոպեում 1001 անգամ, այնուհետև կոդկատեղի շուրջ պտույտներ պտտաձողի վրա եւ ուղղաթիռից կախտրությունից ձգումներ 1 րոպեում 23 անգամ։ Խոսքը 8 ռեկորդի մասին է, ներկայությամբ փաստացի 8 համաշխարհային ռեկորդ։ Դուք ուսուցիչ եք։ Այո, Դասերի ժամանակ ռեկորդներ սահմանում եք։ դասերի ժամին յուրաքանչյուր մանկավարժի ուսուցչի ռեկորդը, ինչպես Ադոլֆ Տիստերվեգն էր ասում, վատ ուսուցիչը սովորեցնում է, իսկ լավ ուսուցիչը սովորեցնում է սովորել, գտնել, փնտրել այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է կյանքում։ Արամաստ, դուք սպորտային համակարգող եք եւ չհիշեցիք Մյունխենի օլիմպիադան։ 1936 թվականի խաղերը։ Խառնվեցիք, չպատասխանեցիք։ Էմանուել, նշել էիք, որ ոչ մի յուրահատկություն չունեք։ Ունեք, դուք ամենաթույլ օղակն եք։ Ընդհանրապես կասեմ, եկա տեսա։ Ու երևի թե չստացվեց այս անգամ։ Խաղի մեջ մտնել է երևի թե մի քիչ երկար էր էլի ժամանակը էլի։ Ցավոք, ասում եմ, սա այն դեբյուտը չէր, որի մասին երազում ենք։ Ինչևէ, կյանքը պատահում է։ Փուլ երկրորդ, դուք կարող էիք բանկում ունենալ 250,000 դրամ, բայց ունեք 35,000։ Մնացին 7 մասնակիցներ, ձեզ համար մենք խաղաժամանակը կրճատելու ենք 10 վայրկյանով։ Փուլը կսկսի նախորդ փուլի ամենաուժեղ օղակը եւ դա Վարդան դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Վարդան Հարավ-Աֆրիկյան Հանրապետության, որ քաղաքի անվանումն է ստացվել պետական գործիչներ Յոհան Ռիսկի եւ Յոհանես Յուբերտի պատվին։ Յոհանեսբուրգ, Ճիշտ է։ Արամ Սերգեյ Փարաջանովի որ ֆիլմի հեղինակային անվանումն է Սայատնովա։ Ռանգույնը, Ճիշտ է։ Ավետիք Ազոտը եւ քիմիական որ տարրն են կազմում օդի պարունակության մոտ 99%-ը։ թթվածինը, Ճիշտ է։ Արամաստ Բան, Ռազմաքաղաքական որ դաշինքին են 2004 թվականին անդամակցում Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան։ ՆԱՏՕ, Ճիշտ է։ Սուսաննա, ատամ բառի որ հոմանիշը կարող են կազմել առակ բառի բոլոր տառերով։ Ներկրկրնեք հարցը։ Ատամ բառի որ հոմանիշը կարող են կազմել առակ բառի բոլոր տառերով։ Ակրա, Ճիշտ է։ Ռոման, առաջին թե երկրորդ ժամանակակից օլիմպիական խաղերի ժամանակ են կանայք մասնակցության իրավունք ստացել։ Երկրորդ, Ճիշտ է։ Վարդուհի, Բանկ, Միքելանջելոյի որ արձանի կրկնօրինակն է գտնվում Ֆլորենցիայի Դավիթ։ Սինյորիայի հրապարակում։ Ճիշտ է։
Վարդան, որ ազնիվ մետաղն էին ինկերը կոչում լուսնի արցունք։ Արծաթ։ Ճիշտ է։ Արամ, ինչ բեմական կեղծանունով է հայտնի բրիտանացի երաժիշտ Դեյվիդ Ռոբերտ Ջոնսը։ Պաս։ Դեյվիդ Բոուի, ավետիք, ինչի սիրահարների ենթամշակույթի հետևորդներն են կոչվում բայքերներ։ Մոտոցիկլների։ Ճիշտ է։ Արամաստ, Բանկ։ վերին հատվածում քանի զուգահեռ կմախ ունեցող նավն է կոչվում պենտամարան։ Հնգակայում։ Այո, դա ճիշտ պատասխան է։ Սուսաննա, ֆուտբոլում անգլերեն 3 տառանի որ բառով է կոչվում խաղադաշտի սահմաններից գնդակը դուրս գալը։ Ով։ Սխալ է out։ Ռոման, գործող որ հրաբխի տեսքն է սովորաբար ստանում սիցիլիական խոհանոցի արանչինի կերակրատեսակը։ Խառնարանային։ Սխալ է էտնա։ Վարդուհի, որ երկրաչափական մարմինը կարելի է գտնել գլուխկոնձի բառի մեջ։ Կոն։ Ճիշտ է։ Վարդան, Բանկ։ Սելմա Լագերլոֆի հեքիաթում ինչ թռչնի վրա էր ճամփորդում Նիլսը։ Հազարան բլբուլ։ Սխալ է։ Սա։ Դուք հնարավոր 250,000-ից բանկ եք ուղարկել ընդամենը 60,000-ը։ Ում ծանոթներն են հիմա իսպանական ամոթ ապրում։ Ով է այս պատասխանատու խաղին վերաբերվում որպես խաղուպարի։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Այս փուլի ուժեղ օղակն Արամազն է, թույլ օղակը կրկին Սուսաննան է։ Ով կլքի խաղը երկրորդ փուլում։ Քվեարկությունն ավարտված է։ Ժամանակն է պարզելու թույլ օղակի անունը։ Արամ։ Արամ, Վարդան։ Սուսաննա։ 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 Ռոման։ Արամաստ, Այո։ դուք քաղաքագետ եք, բայց աշխատում եք սպորտի Ոլորտում։ լավ, համակարգող։ Սպորտն ու քաղաքականությունը չպիտի տարանջատված լինեն։ Պետք է տարանջատված լինեն, սակայն ցավոք աշխարհում դա երբեք այդպես չի եղել ու չի էլ լինի։ Դուք էլ նպաստում եք դրան։ Ներկայությամբ չէ, բայց որ հնարավորություն լինի կնպաստեմ։ Ավետիք, ինչու եք ընտրել Ռոմանին։ Երևի վերջին հարցին ասխալ պատասխանած ու դար մեր ավելի հիշողություն որ Դուք ճիշտ եք պատասխանում։ ինձ թվում է դեռ մի սխալ ունեմ։ Սուսաննա, դուք երազում եք լինել Ճապոնիայում կամ Մարոկոյում, մենք կշարունակենք խաղը, իսկ դուք գնացեք ձեր երազանքի հետևից։ Դուք ամենաթույլ օղակն եք։ ես համաձայն էի որոշման հետ, չեմ կարծում հուզմունքներ պատճառը, կարծում եմ արագ մտածելներ։ Այսինքն դանդաղ մտածեցի, դրա համար այդպես ստացվեց։ Կարծում եմ հաջորդը դուրս կգա Արամազդը, միգուցե, բայց վստահ չեմ։ Փուլ 3. Հնարավոր 500,000 դրամից դուք վաստակել եք ընդամենը 95,000 դրամ։ Մասնակիցների 25%-ը արդեն լքել է խաղը։ Մնացածի համար մենք խաղաժամանակը կրճատելու ենք 10 վայրկյանով։ Երրորդ փուլը կսկսի երկրորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը եւ դա Արամազդ դուք եք։ Մենք խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Արամազդ, հայ որ շախմատիստի մասին հոդվածն է CNN-ը վերնագրել շախմատի Դեվիդ Բեքհեմը։ Լևոն Արոնյան։ Ճիշտ է։ Ռոման, անդրավարտիկ բառի որ հոմանիշը երկու կողմից կարդալու դեպքում նույն բառը կլինի։ Չգիտեմ։ Տաբատ։ Վարդուհի, ինչ գազ են կլանում բույսերը ֆոտոսինթեզի ժամանակ։ Ածխաթթու։ Ճիշտ է։ Վարդան, Բանկ։ Սերո Խանզադյանի աշխատությունում ինչ կենթանու հետ էր դպրոցական տղան հայտնվել մթին քարանձավում։ Պաս։ Շուն։ Արամ։ Ինչ քարատեսակից է պատրաստված Միլոսյան Վեներան։ Մարմար։ Ճիշտ է։ Ավետիք, որ կրոնի տաճարն է Լաոսում գտնվող Թհատ Լուանգը։ Բուդդիզմ։ Ճիշտ է։ Արամաստ, Բանկ։
Ալեքսանդր Մակեդոնացու թե Ալեքսանդր II կայսեր պատվին է անվանումը ստացել Ալեքսանդրիտ միներալը։ Ալեքսանդր Մակեդոնացի։ Սխալ է, երկրորդ կայսեր պատվին։ Ռոման կենտրոնական Ամերիկայի որ երկրում է գտնվում երկու մայրցամաքները միավորող ամերիկաների կամուրջը։ Սուդան։ Սխալ է, Պանամա։ Վարդուհի հայերենում 3 տառանի որ բառով ընդհանրական կարելի է նշել տեղեկությունը, ավետիսը եւ բոթը։ Լուր։ Ճիշտ է։ Վարդան, որ փիլիսոփան է եղել Պլատոնի ամենահայտնի աշակերտը։ Արիստոտել։ Ճիշտ է։ Արամ։ Բանկ։ Որ գույնի հերախոսային խցիկներով է հայտնի Լոնդոնը։ Կարմիր։ Ճիշտ է։ Ավետիք, քանի մարդ է Վինսենտ վան Գոգը պատկերել վարդագույն վարդեր կտավում։ 3 Սխալ է, ոչ մի։ Արամաստ, ըստ դարձվածքի, աչքերը ինչով լցնելն են մեջբերում մարդու կատաղությունը բնորոշելու համար։ Արյունով։ Ճիշտ է։ Ռոման, հայկական ավանդական հարսանիքներում փեսայի տան շեմին ինչն են դնում նորապսակ զույգի ուսերին։ Լավաշ։ Ճիշտ է։ Վարդուհի, Բանկ։ Ռուսաստանի որ քաղաքում է ներկայում գտնվում Ավրորա ռազմանավը։ Դուք չհասցրեցիք պատասխանել հարցին, մինչդեռ ճիշտ պատասխանը Սանկտ Պետերբուրգն էր։ Եթե կարծում եք, որ ձեր կյանքում ամեն ինչ լավ է, նայեք բանկին։ Այս փուլում դուք վաստակեցիք 35,000 դրամ։ Ով կգնա մալուխները կտրելու, որպեսզի ոչ ոք չտեսնի այս խաղը։ Ով բանիմացի իր համբավը երկար կպահպաներ, եթե չգար այս խաղին։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Ըստ վիճակագրության, այս փուլի ուժեղ օղակը Վարդուհին է։ Նա 2 ճիշտ պատասխան է տվել։ Ռոմանը նույնքան անգամ սխալվել է։ Նա փուլի թույլ օղակն է։ Բայց ինչպես կքվեարկի թիմը։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա մենք կիմանանք թույլ օղակի անունը։ Ռոման։ Ավետիք։ Ռոման։ 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 Վարդան, բժիշկ եք։ Այո, Նեղ մասնագիտացում ունեք։ բժիշկ գենետիկ։ Ինչ կասեք հայի գենի մասին։ Հայի գեն հասկացողություն գոյություն չունի։ Այդ դեպքում ինչ են օգտագործում դա։ Դա եկել է թուրիմացությունից, որը օգտագործվել է եւ դարել է թուրիմացություն, որովհետեւ ձերքից ձեր կանցնելով ուղղակի իմաստը խեղվել է։ Դուք թույլ օղակին մասնակցում եք ձեր ընկերոջ հորդորով։ Այո, Նա ձեր հնարավորությունները սովորաբար գերագնահատում է։ չեմ կարծում եմ շատ օբյեկտիվ է։ Վարդուհի, որտեղ եք աշխատում։ Ես այժմ աշխատում եմ բանկային համակարգում որպես տվյալների վերլուծաբան։ Դուք ամենաուժեղ օղակն եք այս փուլի։ Լավ եք հաշվում, երևի բանկում։ Ինչու եք ընտրել Ռոմանին։ Դարձյալ իմ հաշվարկներով ամենաշատ սխալ պատասխանը եւ այս փուլում եւ ամբողջ խաղի ընթացքում ուներ Ռոմանը։ Ռոման դժվար է Գինեսի 8-ակի ռեկորդակրին այսպիսի նախադասություն ասել, բայց այնուամենայնիվ օղակների մեծ պտույտով դուրս եք մնում թույլ օղակից։ Ճիշտ ասած, հարցերը բարդություն չունեին, ուղղակի մի փոքր լարվածություն է, բայց սա խաղ է, հիասթափվել պետք չի։ Հաջորդը ինձ թվում է դուրս կգա Արամը։ Թող հաղթի ուժեղագույնը։ Փուլ 4. Բանկում արկա է 130,000 դրամ։ Չնայած կարող էր լինել 750,000։ Խաղում մնացել է 5 մասնակից, մենք ձեր խաղաժամանակը կրճատում ենք եւս 10 վայրկյանով, փուլը սկսելու ենք նախորդ փուլի ամենաուժեղ մասնակցից Վարդուհի, դա դուք եք։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Վարդուհի, ԱՄՆ-ին պատկանող, որ կղզիներից է տարածում գտել միմյանց ողջունելու ալոհա բառը։ Հավայան կղզիներ։ Ճիշտ է։ Վարդան,
որ արքայադստեր կյանքն է ներկայացված 2021 թվականի Սպենսեր կենսագրական դրամայում։ Դիանա։ Ճիշտ է։ Արամ, Բանկ։ որ երկրի անվանումը կարելի է ստանալ Դիանա անվան բոլոր տառերով։ Ինդիա։ Սխալ է։ Դանիա, ավետիք, լավ թե վատ վարկն է նշվում մովետոն եզրույթով։ Վատ վարքը։ Ճիշտ է։ Արամաստ, Բանկ։ Ֆրանսիայի որ նախկին նախագահի կինն է երգչուհի եւ դերասանուհի Կարլա Բրունին։ Նիկոլա Սարկոզի։ Ճիշտ է։ Բարթուհի, թեթև նախաճաշի որ հոմանիշը կարելի է ստանալ մկրատ բառի մեկ տառը փոխելու դեպքում։ Պաս։ Ակրատ, Վարդան, որ մթերքի միջոցով գուշակությունն է կոչվում ալոմանտիա։ Ալոե։ Սխալ է, ճիշտ պատասխանն է աղ։ Արամ, անգլերեն, որ երկու տառով են կարճ նշում մարդու ինտելեկտի մակարդակի քանակական գնահատականը։ IQ։ Ճիշտ է։ Ավետիք, որ երկրի ուսումնասիրությամբ է զբաղվում սինոլոգիա գիտությունը։ Չինաստան։ Ճիշտ է։ Արամաստ, Բանկ։ քանի ետառ կա գերեվարել բառի մեջ։ 2։ Սխալ է 3։ Բարթուհի, ռուսերենից բացի, որ լեզվով է ստեղծագործել Իոսիֆ Բրոդսկին։ Գերմաներեն։ Սխալ է անգլերեն։ Վարդան, որ Աստվածուհու պատվին է անվանումը ստացել Հելսինկիի Աթենիում թանգարանը։ Աթենաս։ Ճիշտ է։ Արամ, փոքրիկ թոնիրը թե փոքրիկ նավակն է հայերենում կոչվում ակուտ։ Փոքրիկ թոնիրը։ Ճիշտ է։ Ավետիք բանկ։ Մարդու Ես չհասցրեցի հարցը հնչեցնել, բայց դուք հասցրեցիք գումարը բանկ ուղարկել։ Այս փուլում թիմը վաստակեց 35,000 դրամ եւ հաշվեկշռում ընդամենը 165,000 դրամ է։ Ես չեմ կասկածում, որ դուք կհավաքվեք եւ հաջորդ փուլը նույնպես կտապալեք։ Իսկ մինչ այդ, ով է եկել զարմացնելու, բայց ոչ իր գիտելիքներով։ Ով էր ծակ հովանոցով մնացել գիտելիքների տարափի տակ։ Ժամանակն է բարձելու, ով է ամենաթույլ օղակը։ Նախորդ փուլի ուժեղագույն խաղացող Վարդուհին այս փուլի թույլ օղակն է։ Ուժեղ օղակն ավետիքն է։ Սակայն դա ըստ վիճակագրության։ Արդյոք թիմն ուշադիր կգտնվի։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, ում է հեռացնում թիմը այս փուլից։ Վարդան։ Արամ։ Բարթուհի։ Վարդուհի։ Վարդան։ Արամ, դուք հարցաթերթիկում նշել եք, որ ձեր հոբիներից մեկը Վիկիպեդիան է։ Այո։ Դա ինչ հոբի է։ Ես արդեն 10 եւ ավելի տարիներ հայերեն Վիկիպեդիայի խմբագիրներից մեկն եմ։ Ակտիվ։ Ինչու եք սիրում առաքելությունն անիրագործելի է ֆիլմը։ Կարծում եմ, եթե լավը չլիներ այդ ֆիլմը, 7 եւ ավել շարքեր չեր ունենա։ Սերիալներ եք սիրում դուք։ Չէ, սերիալ չէ, ինքը ավարտուն ֆիլմեր են։ Սիրում եք ինչ որ երկար է ձգվում, ես հասկացա։ Ավետիք, Վարդանը լավ չէր խաղում։ Ինձ թվում է շատ հավասար փուլ էր այս վերջին փուլը ու ինչ որ չափով նաև հավասար ընտրության հնարավորությունների մեջից համընտրալ։ Այստեղ կարող էր լինել մի քանի անուն։ Թվեք այդ անունները։ Երևի ես դա չեմ անի։ Ընտրությունը հիմա Վարդանի եւ Վարդուհու միջև է։ Նախորդ փուլի ուժեղ օղակը դուք եք։ Դուք եք որոշում ով է հեռանալու խաղից։ Վարդանը թե Վարդուհին։ Որ ծաղիկը այլևս տեղ չունի այս ծաղկե փնջում։ Դուք կարող եք փոխել այլոց ձեր տեխնացուի անունը։ Ես մնամ հաստատուն իմ տված անվանը, կներես Վարդան։ Բժիշկ։ Ձեզ սպասում են, բայց ոչ այստեղ։
Դուք գենետիկորեն անհամատեղելի եք թիմի հետ։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Շատ հետաքրքիր էր, տպավորությունները շատ վառ են։ Ուզում եմ ասեմ շնորհակալություն կազմակերպիչներին եւ մասնակիցներին, դից հետաքրքիր ադրենալինով հարուստ խաղի համար։ Ըստ ումա պետք է ավելի շատ հագեցնել գիտելիքները ու քիչ ուզվել։ 5-րդ փուլ։ Թիմը բանկում ունի 165,000 դրամ, թեպետ կարող էր ունենալ 1 միլիոն։ Խաղում մնացել է 4 մասնակից, ձեր խաղաժամանակը մենք կրճատելու ենք կրկին 10 վայրկյանով եւ խաղը սկսելու ենք նախորդ փուլի ամենաուժեղ մասնակցից Ավետիքից։ Խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Ավետիկ Կորնեյ Չուկովսկու ստեղծագործություններում որ բժիշկի քույրն էր Վարվարան։ Այբոլիտ։ Ճիշտ է։ Արամաստ։ Բանկ։ Թղթախաղի որ տեսակի ամենատարածված տարատեսակներից է Օմահա Հոլդեմը։ Պոկեր։ Ճիշտ է։ Բարթուհի, որ մայրցամաքի կենտրոնում է գտնվում ամերիկյան Ամունդսեն Սքոթ մշտական տեղակայման կայանը։ Հյուսիսային Ամերիկա։ Սխալ է Անտարկտիդա։ Արամ, արվեստի որ ուղղությունն են հաճախ անվանում քարացած երաժշտություն։ Քանդակագործություն։ Սխալ է ճարտարապետություն, Ավետիկ, որ դիցաբանության աստվածուհիներն են Վեստան եւ Դիաննան։ Հռոմեական։ Ճիշտ է։ Արամաստ։ Բանկ։ Թիֆլիզահայ որ գործարարն է հովանավորել Կոմիտասի կրթությունը։ Մանթաշը։ Ճիշտ է, Մանթաշյանց Վարդուհի, որ վիտամինի անբավարարության հետևանքով է սովորաբար առաջանում հավկուրությունը։ Ա։ Ճիշտ է։ Արամ։ Բանկ։ Ինչ ընդհանուր անուն ունեն մոդել Քեմբելն ու դերասանուհի Ուոտսը։ Նաոմի։ Ճիշտ է։ Ավետիկ, 2 B տառ ունեցող, որ բառով են նշում մարդու հետաքրքրություններին բնորոշ զբաղմունքը կամ նախասիրությունը։ Հոբբի։ Ճիշտ է։ Արամաստ։ Բանկ։ Հայաստանի առաջին հանրապետությունում, որ պաշտոնում է Ալեքսանդր Խատիսյանը, նախորդել Համո Օհանջանյանին։ Վարչապետի։ Ճիշտ է։ Բարթուհի, ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում, որ ֆուտբոլիստը հեռացվեց դաշտից Մարկո Մատերացին գլխով հարվածելու համար, ճիշտ է։ Արամ, վակուումի ինչի արագությունն է սովորաբար նշվում լատիներեն C տառով։ Լույսի։ Ճիշտ է։ Ավետիկ, Վայոց ձորի մարզի որ քաղաքն է 20 տարուց ավելի կրել Միկոյանի անվանումը։ Եղեգնաձոր։ Ճիշտ է։ Արամաստ։ Բանկ։ Բրիտանական որ ռոք խումբ է թողարկել լույսի մուտքորմա ալբոմը։ Դուք այս փուլում վաստակեցիք մի փոքր ավելի քիչ, քան 250,000 դրամը։ 50,000 դրամ։ Ով է արդեն համակերպվել իր հեռացման մտքի հետ, ով է համառորեն մերժել գիտելիքների բազայի թարմացումը, ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Վիճակագրությունը նույնն է։ Այս փուլում խաղի ուժեղ եւ թույլ օղակները կրկին Ավետիքն ու Բարթուհին են։ Ինչպես թիմը կարձագանքի սրան։ Քվեարկությունն ավարտված է։ Հիմա կիմանանք, ում է թիմը հեռացնում այս փուլից։ Արամ, կներես։ Արամ։ Բարթուհի։ Արամ։ Ավետիկ, Հարի Պոտերին նվիրված դաջվածք ունեք։ Այո։ Որտեղ եք արել այն։ Երևանում։ Ես նկատի չունեմ վայրը, ես նկատի ունեմ մարմնի մասը։ Ձեռքի վրա, արմունկից մի քիչ ներքև։ Դուք պատասխանել եք, ինչպես կծախսեք հարցին, արագ։ Պարտքերը շատ են։ Ոչ ուղղակի ինձ իմանալով ստում արագ կգնա այդ գումարը։ Բարթուհի, մեկ փուլում դուք ամենաուժեղ օղակն եք, մյուսում ամենաթույլն եք, շատ փոփոխական եք։ Արամ, ձեր առաքելությունն անիրագործելի է։ Դուք ամենաթույլ օղակն եք։ Հրաշալի խաղ էր, հրաշալի զգացողություններ ունեմ։ Շատ ուրախ եմ, որ մասնակցեցի։ Մի քիչ ինքնավստահությունը պակասեց, որպեսզի ավելի մոտ լինեմ հաղթանակին։ Ոչ թե չիմացության, այլ երևի ժամանակի պակասներ, որ
շտապեցրեց ու սխալ պատասխան տվեցի։ Երևի թե կհաղթի Ավետիքը։ Փուլ 6-րդ։ Այս պահի դրությամբ դուք բանկում ունեք 215,000 դրամ, մինչդեռ կարող եք ունենալ 1,250,000 դրամ։ Խաղի մասնակիցների թիվը նվազել է մինչև 3-ը, մենք ձեր խաղաժամանակը կրկին կնվազեցնենք 10 վայրկյանով, եւ խաղը կվերսկսի նախորդ փուլի ամենաուժեղ մասնակիցը, դա կրկին Ավետիք դուք եք։ Արամաստ, Վարդուհի Ավետիք, խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Ավետիք, որ լեզվից ծագող կամ փոխառված բառերը կամ արտահայտություններն են կոչվում գալիցիզմ։ Ֆրանսերենից։ Ճիշտ է։ Արամաստ, Բանկ, որ ղեկավարի դեմ չհաջողված մահափորձով է հայտնի Վերմախտի սպա Կլաուս ֆոն Շտաունֆենբերգը։ Հիտլերի, Ճիշտ է։ Վարդուհի, մարդու մարմնի ամենափոքր ինչն է ականջում գտնվող ասպանդակը։ Ոսկորը, Ճիշտ է։ Ավետիք, Ռեդյարդ Կիպլինգի ջունգլիների գրքում ինչ էր Մաուգլիի գլխավոր հակառակորդ Վագրի անունը։ Շերխան, Ճիշտ է։ Արամաստ, Բանկ, ինչ կենթանի է Մելմանը Մադագասկար մուլտֆիլմում։ Ընձուղտ, Ճիշտ է։ Վարդուհի, որ աշխարհահռչակ երգչի անունն է կրում ԵՊՀ մշակույթի կենտրոնը։ Կոմիտաս, Սխալ է, Շարլ Ազնավուր։ Ավետիք, ԱՄՆ որ քաղաքում են անցկացվելու 2028 թվականի օլիմպիական խաղերը։ Լոս Անջելես, Ճիշտ է։ Արամաստ, Բանկ, ում օրհներկն է Գաուդիամուս Իգիտուրը։ Ռոմի Պապի, Սխալ է, ուսանողների։ Վարդուհի, սեղանի որ խաղի տարատեսակներից են պուլն ու կայսան։ բիլիարդ, Ճիշտ է։ Ավետիք, Հռոմի որ կայսրն է Տրդատ առաջինին թագադրել որպես Հայաստանի թագավոր։ Կոնստանտին, Սխալ է, Ներոն։ Արամաստ, երաժշտական որ գործիքով է հայտնի դարձել Անտոն Ռուբինշտեյնը։ Սաքսոֆոն, Սխալ է, Դաշնամուր։ Վարդուհի, մարմնի որ մասն են հայերենի որոշ բարբառներում անվանում շլինգ։ բիզը, Դուք չհասցրեցիք։ Զուր չէիք հասել այս փուլ։ Դուք վաստակեցիք 30,000 դրամ, իսկ բանկում հանրագումարը կազմում է 245,000 դրամ։ Ով է երազում շուտ արթնանալ այս մղձավանջից, ով այդպես էլ չկարողացավ արթնացնել իր ներսում խորը քնած հանճարին։ Ժամանակն է պարզելու, թե ով է ամենաթույլ օղակը։ Ուժեղ օղակը շարունակում է մնալ Ավետիքը։ Արամազն ու Վարդուհին տվել են հավասար քանակությամբ ճիշտ պատասխաններ, սակայն Արամազը տվել է մեկ ավել սխալ պատասխան։ Նա թույլ օղակն է։ Ովքեր կմնան խաղում։ Քվեարկությունն ավարտված է։ Շատ շուտով մենք կիմանանք, որ զույգն է դուրս գալիս եզրափակիչ։ Ավետիք, Արամաստ, Արամաստ, Վարդուհի, այո, մոտ եք հաղթանակին։ Շահած գումարով բարեգործություն եք անելու։ այո։ Որպես եք նշել։ Կմանրամասնեք։ Ես խաղին վերաբերվում եմ որպես զուտ մարտահրավեր սեփական ուժերը փորձելու համար եւ ոչ թե որպես գումար վաստակելու միջոց։ Այդ իսկ պատճառով մտածում էի, որ ողջ գումարը պետք է ուղղեմ բարեգործության։ Երազում եք, որ մարդիկ մարդ լինեն։ Մի տեսակ հուսալքված եք։ Ինչքան ավելի շատ լինի լավը, այդքան ավելի լավ կլինի մեր նաև կյանքը։ Ցավոք սրտի բարին այդքան էլ շատ չէ, ինչքան վատը։ Կներից ես Արամաստը, կարծում եք։ Հուսով եմ, որովհետև շատ դժվար ընտրություններ, երկուսն էլ շատ ուժեղ էին, ամբողջ խաղի ընթացքում փայլուն խաղ են դրսևորել։ Ուղղակի ինձ թվաց, որ ամբողջ խաղից ելնելով Ավետիքը ավելի ուժեղ մասնակից էր։ Արամաստ, մեր խաղի դիցարանում դուք գերագույնը չեք։ Ավելին, դուք ամենաթույլ օղակն եք։
Իրոք հավես խաղեր, երկրորդ անգամ էի խաղում, առաջի եթերաշրջանում էլ էի խաղացել, շատ ավելի վատ, այս անգամ ավելի լավ ստացվեց, բայց որոշ որոշումների համար զղջացել եմ։ Օրինակ վարդում խաղի շուտ պետք է անեի։ Դե որովհետև ինքը համատապարվել թույլ էր, Ավետիքը արժանի էր եզրափակիչին միանշանակ ուժեղ էր խաղում ավելի։ Ըստ ումա ես Ավետիքի եզրափակիչում խաղային։ 7-րդ փուլ։ Եվ դուք հնարավոր 1.5 միլիոնից վաստակել եք ընդամենը 245,000 դրամ։ Այս փուլում մենք կկրկնապատկենք ձեր շահազգումարը եւ կավելացնենք ընդհանուր դրամական հաշվեկշռին։ Սակայն ձեր խաղաժամանակը այս փուլում կկրճատվի եւս 10 վայրկյանով։ Դուք ունեք 0.5 միլիոն շահելու բոլոր նախադրյալները։ Խաղը կսկսի նախորդ փուլի ուժեղ օղակը։ Ավետիք կրկին դուք եք։ Վարդուհի, Ավետիք, մենք խաղում ենք թույլ օղակ։ Ժամանակ։ Ավետիք, որ կղզու խոհանոցի ավանդական ուտեստներից է հակառլ կոչվող շնաձկան ապխտած միսը։ Ճապոնիա։ Սխալ է, Իսլանդիա։ Վարդուհի, ինչ գույնի շոր է ընդունված կրել Սուրբ Պատրիկի տոնի ժամանակ։ Կանաչ։ Ճիշտ է։ Ավետիք, ըստ հունական դիցաբանության, որ թռչունն էր պարբերաբար կցարում ժայռին գանված Պրոմեթևսին։ Արծիվ։ Ճիշտ է։ Վարդուհի, ռուսական գրականության որ ստեղծագործությունից է ձեռագրերը չեն այրվում թևավոր խոսքը։ Բաս։ Վարպետը եւ Մարգարիտան։ Ավետիք, Թղթետուն սերիալում ասիական որ մայրաքաղաքի անվանումով էր հանդես գալիս Ուրսուլա Կորբեյրոյի հերոսուհին։ Տոկիո։ Ճիշտ է։ Վարդուհի, ինչ բարձր պաշտոն էր զբաղեցնում Ջորջ Բուշ ավագը ԱՄՆ նախագահ ընտրվելուց առաջ։ Փոխվարչապետ։ Փոխնախագահ ճիշտ պատասխան է, դուք սխալ պատասխանեցիք։ Ավետիք, ինչ է բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի ամբողջական անունը։ Բախթան։ Ճիշտ է։ Վարդուհի, երաժշտական ինչ գործիքով է հայտնի դարձել Թոնի Այոմին։ Ջութակ։ Սխալ է, գիտար։ Ավետիք, որ արքայատողմից էր Կիլիկիայի Լևոն B հայոց թագավորը։ Ռուբինյան։ Ճիշտ է։ Վարդուհի, Արեգակին ամենամոտը գտնվող որ մոլորակն է հայերենում հայտնի նաև որպես փայլածու։ Մենք, ինչպես խոստացել էինք, կրկնապատկում ենք ձեր վաստակած գումարը, սակայն դրանից ոչ մի բան չի փոխվում, որովհետև խաղի լավագույն զույգը վաստակել է 0 դրամ։ Դա նշանակում է, որ շահումը մնում է 245,000 դրամ, չնայած կարող էր լինել 2 միլիոն։ Այս գումարը բաժին կհասնի մասնակիցներից միայն մեկին, որովհետև հիմա դուք խաղալու եք միմյանց դեմ։ Դուք հերթով կպատասխանեք 5 հարցի։ Կհաղթի այն մասնակիցը, որը ճիշտ կպատասխանի ավելի շատ հարցերի։ Եթե յուրաքանչյուրիդ համար հնչած 5 հարցից հետո ոչ ոքի լինի, մենք մեկական հարցով կշարունակենք խաղը, մինչև կպարզվի հաղթողը։ Եվ այսպես, Վարդուհի, Ավետիք, մենք խաղում ենք թույլ օղակ։ Ավետիք, որպես նախորդ փուլի ուժեղ օղակ, դուք եք ընտրում ով սկսի առաջինը։ Թող Վարդուհին սկսի։ Վարդուհի, որ խմբի All You Need Is Love երգի սկզբում կարելի է լսել Ֆրանսիայի օշներքի Մարսելիեզի հնչյունները։ Բաս։ Beatles։ Ավետիք, Metallica խմբի Creeping Dead երգը ոգեշնչված է ամերիկյան 10 պատվիրաններ ֆիլմից։ Իսկ որ Մարգարեի մասին է կատարումը, չնայած նրա անունը նույնիսկ մեկ անգամ երգում չի հիշատակվում։ Բաս։ Մովսես։ Վարդուհի, որ մշակաբույսի գիտական անվանումն է Հելիանտուս, ընդ որում Հայաստանում մշակվում է դրա յուղատու կոչվող տեսակը, հիմնականում Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։ Բաս։ Արևածաղիկ։ Ավետիք, բոստանային
որ մշակաբույսն է Հայաստանում հանդիպում 3 տեսակով՝ սովորական, մանրապտուղ կամ շամամ եւ մոլախոտային։ Բող։ Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխանն է սեղ։ Վարդուհի, եւ որքան տրտում, նույնքան կենսագին, տարիներ հետո նա պիտի դառնա մի ժողովրդի ազնիվ կենսագիր։ Ում մասին են Պարույր Սևակի այս տողերը։ Խորենացի։ Դա սխալ պատասխան է։ Ճիշտ պատասխանն է Թումանյան։ Ավետիք, ում Երևանյան տուն թանգարան հասնելու համար պետք է 54 աստիճան բարձրանալ, ինչը խորհրդանշում է նրա ապրած 54 տարիները։ Թումանյան։ Ճիշտ է։ Վարդուհի, քիմիական որ տարն է անվանումը ստացել սկանդինավյան դիցաբանության ամպրոպի աստծո պատվին։ Պաս։ Թորիում։ Ավետիք, եթե հիմա դուք տաք ճիշտ պատասխան, դուք հաղթում եք։ Քիմիական որ տարն է անվանումը ստացել դիցաբանական աստվածներ Գեայի եւ Ուրանոսի երեխաների պատվին։ Տիտան։ Դա ճիշտ պատասխան է։ Ավետիք, այսօր դուք ամենաուժեղ օղակն եք եւ վաստակում եք 245,000 դրամ։ Վարդուհի, դուք հեռանում եք դատարկաձեռն։ Դուք դիտում եք թույլ օղակը, սա ընդամենը խաղ էր, կհանդիպենք։ Հաղթեց իսկապես ուժեղագույնը, շնորհավորում եմ Ավետիքին։ Թիմակիցները եւս շատ ուժեղ մասնակիցներ էին։ Կարծում եմ լարվածությունը հանգարեց նրանց եւ ինձ պատասխանել մի շարք հարցերի, որոնց պատասխանը իսկապես գիտեինք։ Շատ շնորհակալություն ստեղծագործական թիմին նման որակով լավ նախագիծ իրագործելու համար։ Շատ հետաքրքիր էր մասնակցել խաղին, շատ դրական էմոցիաներով եմ եւ պետք է ասեմ, որ բոլոր իմ թիմակիցները, թե իմ հետ եզրափակիչ ասած Վարդուն, թե բոլոր մնացածները շատ լավ եւ ուժեղ խաղացողներ էին։ Շնորհակալ եմ բոլորին այս խաղի համար, շատ հետաքրքիր էր։